Պարոն Թումանյան, քարոզարշավը սկսել է, բայց մենք կարծես չենք տեսնում, որ դուք ակտիվ քարոզարշավ եք իրականացնում։ Ինչպես ընթանում քարոզարշավը ձեզ մոտ, դուք այսպես բակային հանդիպումներ եք անցկացնելու, թե այլ կերպ։ Մեր քարոզարշավի ձևաչափը շատ տարբերվող է։ Դե ես 30 տարի ծանոթ լինելով Գյումրու, բնակիչների դարդուցավ է, այսպես մեր բարբառով ասեմ, մենք անում ենք այն, ինչ նպատակահարմար ենք անում, որովհետև ես 30 տարի էլ քարոզարշավ եմ անում, եթե այդպես վերցնեք, չկա մի տուն, որ մտած չլինեմ Գյումրիում, ես ծանոթ չլինեմ խնդիրներին։ Այս սրանով է պայմանավորված։ Իսկ ես որ ասենք ակտիվ քարոզարշավ են անում, բակային, գորալով, չգիտեմ ինչով, գյումրեցին սպეციფიկ քաղաք է, Գյումրին սպეციფიկ քաղաք է, գյումրեցին հետաքրքիր այսպես տեսակ է։ Իրանք շատ լավ գիտեն, հավատացեք ընտրության առաջի օրը, որ արդեն հայտարարվել է, գյումրեցին գիտե իրեն դրողին աշտել։ Դրա համար այս ամեն ինչը ես այդպես նպատակահարմար չեմ գտնում փողոցներում։ Տեսեք մի բան ասեմ, օրինակ այսօր իշխող կուսակցության տեխնազուի պաստառների արժեքը, եթե այսպես գումար դարձնենք, մեկ մուտքանի շենքի բնակիչներին կարող էին բնակարանով ապավել։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Մենք էլ ենք տեսնում ձեր պաստառներ այստեղ կան, քաղաքում այլտեղ չկա, միայն այսքանն է ձեր պաստառը։ Ուրեմն տեղի ունեցել մի զավեշտալի դեպք, որի մասին դուք ինքներդ չգիտեք, ու խնդրում եմ այս կոնտեքստը անպայման, որ բոլոր աշխարհասփյուր հայությանը լինի։ Ուրեմն 9 տեխնազուների մեջից միակ տեխնազուն ես եմ եղել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել է իմ պաստառները քաղաքում գտնելու։ Ոչ մի հատ պաստառի իրավունք ինձ չեն տվել։ Ինչ պատճառաբանություն։ Ես չգիտեմ, պատճառաբանությունը եղել է վիճակահանություն, որին ես ներկա չեմ եղել, իրանք այդպես որոշում են կայացել։ Միակ տեխնազուն ես։ Պատճառ չի ներկայացվել, ինչու չի։ Վիճակահանություն այդպես է որոշել։ Սա զավեշտալի, աշխարհում նման օրենք գոյություն չունի, բոլորին պետք է հավասարաչափ, բոլոր տեխնազուներն իրենց օրենքով հատկացված պետք է։ Հիմա ես ուզում եմ, որ սա տարածեք, որ բոլորն իմանան, որ նման կարգի չի կարելի տեխնազուի հետ վարվել։ Հիմա լավ, այսպես ասեմ, ես գիտեմ, որ ասենք Արտյոմ Թումանյանից ու ժողովրդից վախենում են, բայց որ նկարիցել էին վախենում, այդ իմ համար շատ հետաքրքիր է, բայց առանց նկարել եք Գյումրեցին հաղթելու։ Ես սա խոստանում եմ։ Դուք վստահ եք ձեր հաղթանակի մեջ, բայց այդ վստահությունը որտեղից է գալիս, ինչու եք վստահ։ Իմ 30 տարի արածի համար մենք ունենք արած, մենք ունենք ապրած, մենք ունենք կենսագրություն հզոր, նրանով որ ասենք ոչ մի տեխնազու, ոչ մի քաղաքական ուժ երբեք ես 30 տարիների ընթացքում, ես չեմ ասում հեղափոխությունից հետո, այլ նաև հեղափոխությունից առաջ, մի զինվորի տուն մտած չկան, մի գերեվարվածի տուն մտած չկան, հետները լացել եմ, հետներն ուրախացել եմ, հետներն ապրել եմ, հացս ու պանիրս կիսել եմ, հետները, այս սա է եղել ժողովուրդը, Արտյոմ Թումանյանին ճանաչում է որպես իրենց ծոցի զավակը։ Դրա համար ես մեծ հույս ունեմ, որ Գյումրեցին այս անգամ սխալվելու իրավունք չունի։ Ես պայքարում եմ 8 տեխնազուների հետ, որից 80%-ը հանրապետական կուսակցությունից է։ Ում նկատի ունեք, այսինքն դուք կարծում եք, որ հանրապետականների մերժելու է Գյումրին։ Բայց եթե մենք 18 թվականի հեղափոխությունից հետո մերժեցինք Սերժին հանրապետականին, այսօր փաստացի երկիրը կառավարում է հանրապետական կուսակցության կողմից, բա ոնց հասկանանք։ Բոլոր պաշտոնյաները հանրապետական, բոլոր էլի ասենք քաղաքական գործիչները, որին փորում ես, տակը հանրապետական կուսակցությունից է։ Ես անուններ չեմ ուզում տամ, դուք ինքներդ գիտեք։ Նույնիսկ համացանցում հայտնվեց, որ այսօր քաղաքական իշխող ուժի տեխնազուն հանրապետական կուսակցություն դիմում է գրել ու դիմումն է ստորագրվել։ Հիմա ես չեմ ասում ճիշտն ու սխալը թեպետ հերքեց տեխնազուն, բայց գոյություն ունի փաստ ու այստեղ ոչ մի դատական process տեղի չունեցավ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը պայքարում է նախկինների դեմ։ Ինչպես է ստացվել, որ իրենք հիմա իրենց հետ այսպես թողնում են այդ պաշտոնյաները մնան եւ աշխատեն քաղաքացիական պայմանագրի հետ։ Հարգելիս հենց այդ նույն հարցը տանջում է եւ ինձ եւ իմ հեղափոխական ժողովրդին։ Ես հեղափոխական եմ եղել, ոչ մի կուսակցության մեջ երբևիցե չեմ եղել։ Ես եղել եմ միշտ անկուսակցական, հիմա եմ անկուսակցական մասնակցելու ընտրություններին։ Այսինքն, ստեղ դուրս է գալիս, որ միակ այլընտրանքային տեխնազուն ես եմ, ով չի ներկայացնում այս կամ այն կուսակցությունների։ Բայց ես մեղադրում եմ, որ դուք եք եղել քաղաքացիական կուսակցության անդամ եւ ակտիվ պայքարել եք, հեղափոխություն եք արել, հիմա ինչ եք դուրս եկել նույն այդ թիմի դեմ։ Բացարձակապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չեմ եղել։ Ես եղել եմ 18 թվին հեղափոխական, Գյումրու շարժումը հեղափոխության ես եմ ստեղծել, երևի տեսել եք ինչ քարքարոտ ճանապարհներով ենք անցնել, բայց դա ազգի 90%-ն է եղել հեղափոխության մեջ։ Ուղղակի ես որպես բարոյական մարդ մի քիչ ավելի երկար հավատացի այդ թեզին, որ 7 տարի անցել է հեղափոխությունից, բայց մի հոգի տնագից դուրս չի եկել։ Այս մեր չարչարված տանջված գյումրեցիների մեջ կպիտի շտկվեր, բայց ոչ մեկ չի շտկվե։
հարուստը ավելի է հարստացել, քյասիբը ավելի է քյասիբացել։ Այս է ժողով, հենց այդ հարցը ես ուզում եմ տամ ումից այդ պատասխանը ստանամ, ինչի հեղափոխությունից հետո տեղի չունեցավ այն, ինչ խոստումներ որ եղել է։ Տեսեք ինչ է դա հաստատությունը եղավ, պարոն Թումանյան, երբ դուք հասկացաք, որ ձեր ակնկալիքները չեն արդարանում։ Տեսեք, ես դա հասկացել եմ 2020 թվականից, բայց չեմ բարձրաձայնել, որովհետև գիտեմ, որ արտաքին քաղաքական խնդիրներ կան, այսինքն իմ խոսույթս, երբ որ ես բարձրաձայնել, ես գիտեմ, որ բացի մեր երկրից նաև օտարազգն է նայում, օտար պետություններն են նայում։ Չեմ ուզեցել արտաքին քաղաքական խնդիրներին դառնալ խոչընդոտ, բայց ես 2020 թվականին կենտրոնական հրապարակում հացադուլ եմ նստել, այդ կադրերը կարող եք վերցանել, կա, բոլորը փաստերով կա, որ ես ասում եի Փաշինյան դատարեցրու Թավիշը։ Հիմա տեսեք մեկը մյուսին, ասենք մի նախկիները ներկաներին ասում են Դավաճան, ներկաները նախկիներին ասում են Թալանջի։ Հիմա այս ժողովուրդը ֆուտբոլի գնդակի պես տշում են 1980 այս կողմ են կողմ։ Եթե Դավաճան են, ուրեմն Դավաճանի հոդվածով դատեք, եթե Թալանջի են, Թալանջի դատեք։ Կամ արտարացրեք, ասեք այդ մարդիկ մեղավոր չեն։ Հիմա ինչի ընդրությունից ընդրություն գալիս ասում են, այս մեկը Թալանջի էր, այն մեկը Թալանջի։ Ես մի հատ թեզ օգտագործեցի, չէ՞, խնդրում եմ սա անպայման դրեք թող ժողովուրդն իմանա։ Հիմա ես ասում եմ մի հետաքրքիր հայտարարություն։ Վարչապետը եկավ Գյումրի մի քանի օր առաջ եւ հայտարարեց 300-ից 350 միլիոն ապօրինի գույք։ Տեխնազուները ունեն ապօրինի գույք։ Շատ բարի։ Հիմա ես եմ այդ մարդը։ 350 միլիոն դոլարի ապօրինի գույք ունեմ։ Ինչն է կաշկանդել այս 7 տարիների ընթացքում իմ ձեռքից չվերցնել դա։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ է կաշկան։ Ապօրինի գույք ունեք դուք ընդհանրապես։ Ես ին վրա եմ վերցնում այդ հայտարարությունը։ Իհարկե չունեմ, ես իմ հալալ քրտինքով աշխատող ապրող մարդ եմ եղել։ Բայց ես ին վրա եմ վերցնում, որ ոչ մեկ չնեղեն այս փաստի համար, հա։ Հիմա ինչն է կաշկանդելու, որ ես վաղը դառնամ քաղաքապետ, վերցնելու են ձեռքիցս, թե որ քաղաքապետը մեզ չեն վերցնելու է։ Այսինքն 5 տարին մեկ ընդրությունից ընդրություն գալիս են ժողովրդի խափում քնում են։ Հազար ներողություն ասենք, ես ասում եմ ճիշտ է, ավելի լավ է ասեմ դառը ճշմարտությունը, քան թե քաղցր սուտը։ Հիմա ես իմ ժողովրդին ինչ պատասխան տամ, իմ հազարավոր ժողովրդին, որ իմ հետ քայլել է հեղափոխության ընթացքում։ Դուք եթե անցնեք անցողիկ շեմը եւ կարիք լինի ընդդիմադիրների կամ տեխնացուների միավորման, ում հետ կմիավորվեք եւ ում հետ եք բացառում։ Մենք ոչ թե մտածում ենք շեմ անցնելու մասին, այլ մենք մտածում ենք բացարձակ հաղթանակի մասին, որտեղ գյումրեցին այս անգամ ճիշտ որոշում է կայացնելու։ Ես հայտարարել եմ, ոչ մի քաղաքական ուժի հետ պայմանավորվածություն չունեմ, նույնիսկ երթ տվել եմ, որ ոչ մի քաղաքական ուժի չեմ տալու ոչ մի գյումրեցու տված քվե։ Եթե դուք չանցնեք կամ եթե 5%-ի շեմ անցնեք եւ կարիք լինի օրինակ ընդդիմադիր տեխնացուին, չեք միանալու։ Հարգելիս եկեք եթեներով չխոսենք, որտեղ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իսկ ինչ մնում է միանալ չմիանալուն, ես որպես այլընտրանքային տեխնացու, ով քայլում է Կարեն Սերոբիջի ճանապարհով, ես բոլոր 8 տեխնազուների դեմ եմ դուրս եկել։ Այսինքն ես ասելով Գյումրի քաղաքը, այսօր մեր նպատակն է Գյումրին վերցնենք եւ փոխանցենք Գյումրեցուն։ Ամենամեծ մրցակիցը 8 տեխնազուների մեջ ով է ձեզ համար։ Բոլոր 8-ն էլ մրցակից եմ համարում, բոլորին էլ հարգանքով եմ մոտենում, որտեղ բոլորն էլ հարգանքի են արժանի իմ գյումրեցիներս են, այնուամենայնիվ մենք պատերազմի դաշտում երբեք չենք ասել գյումրեցի, երևանցի, վանաձորցի, ղարաբաղցի, մենք եղել ենք մեկ բռունց, մեկ միավոր։ Հիմա այս անգամ անպայման գյումրեցին պետք է մեկ անգամ որոշում կայացնի։ Ես ոչ նիկոլական եմ, ոչ սերժական եմ, ոչ քոչարյանական եմ, ոչ էլ դաշնակ եմ։ Ես հեղափոխական Արտյոմ Թումանյանն եմ։ Ինչպես գյումրեցիները ճանաչում են գյումրեցի Արտյոմ Թումանյանին։ Որ հեղափոխական են, որ 18-ից սկսեց այդ հեղափոխությունը։ Այո, այդ 18 թվից սկսված հեղափոխությունը, որը այսպես էլ ավարտ չունեցավ։ Հիմա մենք մի կետից հեղափոխությունը շեղվեց, մենք մնացինք մեր հեղափոխական դիրքերում, հիմա ամեն ինչ անելու ենք, որ բերենք այդ հեղափոխությունը հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Մենք են հասարակ հեղափոխական ժողովուրդը։ Եվ մի հարց շատ քննարկվեց, որ դուք Վարդան Ղուկասյանի հարևանն եք, ինչ որ ձևով ազդելու է դա ձեր քաղաքական հետագա այսպես գործնեության վրա։ Այսինքն եթե օրինակ Վարդան Ղուկասյանի հետ համագործակցություն լինի, դուք ինչպես կվերաբերվեք այդ փաստին, կլինի համագործակցություն թե։ Ես նոր ասեցի, որ ոչ մի տեխնազուի հետ կապված մենք ոչ մի խնդիր չունենք, այստեղ որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը ում իր ձայնը կտա, ուրեմն ես կողջունեմ ժողովրդի որոշում։ Իհարկե հարևան ենք, այդ բոլորը գիտեն, 50 տարի ծնվել մեծացել ենք, իրար հետ մի քանի մետր տարբերությունով ապրում ենք ու ոչ մի խնդիր մենք չունենք մեկից մյուսից հանդեպ։ Սա ընդրություն է, ես հորդորում եմ բոլորին, որ կոռեկտության սահմաններից ոչ մեկ դուրս չկա եւ լրատվամիջոցներն էլ չփորձեն մեկը մյուսին լարեն, որովհետեւ դա բարոյական չէ։
Այսօր սա պայքար է, սա ընտրություն է, սա թշնամանք չէ։ Մի քանի օր, մի 10 օր հետո այս ամեն ինչն ավարտվելու է, քաղաքում ապրելու ենք, էլի իրար ես չունեմ այս քաղաքում թշնամիներ։ Բայց քաղաքական տեսանկյունից ես կարող եմ բոլորին էլ իրենց թերություններն ասել։ Այո, տեղի ունեցել է երկրում, ուրեմն կառավարության կողմից ցախողումներ շատ։ Հենց սա է պատճառը, որ ես ուզում եմ, որ մեր ժողովրդին բացատրեմ, որ այսօր քաղաքի տերը, քաղաքի ղեկավարը, քաղաքի ծոցից ելած մարդ պետք է լինի։ Քաղաքը սիրող բոլորի տարդուցավին ծանոթ եղնող մարդ պետք է լինի։